Նոյեմբերի 28-ին Ճոճաշեն թաղամասը կրկին մարդաշատ էր։ Քաղաքի վերադասն ընդունեց եւս մեկ ենթակառուցվածքային նախագիծ։ Ինչպես բազմիցս նշել ենք, մեր բնակիչներին առողջ ապրելակերպ ապահովելու նպատակով քաղաքի տարբեր վայրերում տեղադրվեց մարզագույք։ Ճոճաշենն էլ անմասն չմնաց։ Ինչպես գիտեք, մունիցիպալիտետի առաջնային բյուջետային, ավելի ճիշտ բյուջետով նախատեսած մեր գումարները ծառայում են ենթակառույցներին եւ ամբողջ տարվա ընթացքում հետևելով մեր աշխատանքին երևի տեսել եք, որ ինչքան ենթակառուցային կառույցներ ենք մենք կառուցել եւ այս պահի դրությամբ Փառք Աստծո այս տարի ունենք բարեվոք կլիմայական պայման եւ արդեն նոյեմբեր ամսի վերջն է, ձուն չունենք, ցուրտ չունենք, որը մեզ համար իհարկե համ զարմանալի է, համ ողջունելի է, երբ այսօր շրջանց կատարեցինք մեր քաղաքի այն ենթակառուցային կետերը, որոնք որ ավարտել են, իր ավարտն են ունեցել եւ նաև իհարկե մոտակա 26 թվականի բյուջեի մեջ նույնպես ենթակառույցներն են առաջի տեղը գրավում եւ ոչ թե միայն քաղաքում, այլ ամբողջ մունիցիպալիտետի տարածքում, գյուղերում հիմնական ուշադրությունը դարձնում ենք ճանապարհային ենթակառույցներին, սպորտային ենթակառույցներին, որը մեծ հետաքրքրություն է պատճառում մեր երիտասարդներին, ինչու՞ չէ տարեցների համար էլ սպորտային ենթակառույցը նախատեսնում է ինչպես սպորտային մարզադահլիճներ, նաև ինչպես տեսնում եք գտնվում ենք այսօր Ճոճաշենի թաղամասում, երբ տեղադրված էր 26-25 թվականի բաց մարզա, այսպես ասած, հրապարակ, որտեղ կարող են յուրաքանչյուր մարդ օգտվել քաղաքի բնակիչ, նման ենթակառույց տեղադրված են ոչ թե միայն քաղաքի երկու վայրերում, նաև արդեն գյուղերում է շարունակվում այս տենդենցիան, եթե հետևել եք, եւ ամենակարևորը մարզադահլիճները, որոնց հիմնականում կառուցվել են, որոնք մեր երիտասարդների խնդրանքով, որպեսզի ունենան համապատասխան վայրեր, տեղեր առողջ ապրելակերպի համար։ Շարունակվում են մեր աշխատանքները, ինչու՞ չէ, ուշադրություն ենք դարձնում նաև ռեկրեատիվ զոնաներին, այսինքն կանաչապատման աշխատանքներին, մեր քաղաքը գեղեցկացնելու համար, մեր կյանքը ավելի հետաքրքիր եւ գեղեցիկ դարձնելու համար, իհարկե նաև կան կարևոր կետեր, որոնք որ պետք են ոչ թե միայն էսթետիկական կյանքի համար, այլ նաև կյանքի սոցիալ-էկոնոմիկական զարգացման համար։ Բոլորի շնորհավորում եմ, ունենք ենթակառույցներ, բոլորս պետք է պահպանենք այս ենթակառույցները, ոչ թե միայն ունենալու մեջ լինի, այլ նաև պահելու, պաշտպանելու, որպեսզի չփչացնենք, որպեսզի մեր անփույթությունը չփչացնի եւ շարքից չհանի նման ենթակառույցները։ Ինչպես իր խոսքում նշեց Ճոճաշենի բնակիչ Սիսակ Այվազյանը, տարածքը, որտեղ այսօր իրականացվել ու իրականացվելու են ենթակառուցվածքային բազում ծրագրեր, առաջներում պատված էր ջերով։ Այստեղ գոյացել էր ճահիճ, որտեղով անցնելն անգամ անհնար էր։ Տարածքը ներկայիս կորել է, այսինքն ջուր չկա էլ։ Կառուցվել է մարզը հատած։ Ես նորը եկել եի, իսկ նստած էի ես։ Նայում էի, ասի տեսնեմ տեղոցը բան տեսնել։ Նու հիմա ասում եմ այդ եղածի մասին։ Տարիներ առաջ Նինոց Բինդայի շրջանի Ճոճաշեն թաղամասի այս հատվածը, որտեղ այսօր մենք գտնվում ենք, ամբողջովին պատված էր ջրով։ Այստեղ ճահիճ էր եւ անհնար էր անգամ միջից անցնելը։ Իսկ այսօր մենք տեսնում ենք բավականին բարեկարգված վիճակ։ Տեղադրվել են մարզագույք
երեխաների, ինչու՞ չէ, նաև մեծերին առողջ ապրելակերպ ապահովելու համար։ Գոյություն ունի նաև մարզադաշտ, որտեղ անցկացվում են բազում խաղեր։ Իսկ ապագայի համար կան նորից այլ ծրագրեր, որ թաղամասը կդարձնեն ավելի բարեկեցիկ ու գեղեցիկ, եւ բնակիչների համար այն կլինի շատ գեղեցիկ հանգստի վայր։